հայ գործարար, որի հյուրանոցում մնացել են Ագաթա Քրիստին և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ 19-րդ դարում Եվդոկիայից Մկրտիչ Թոքաթիլյանը կառուցեց կայսրության ամենաշքեղ հյուրանոցը։ Այն ոչ միայն հյուրանոց էր, այլ նաև եվրոպական էլիտայի, արվեստագետների և դեսպանների հավաքատեղի, որը մրցում էր Փարիզի ամենաշքեղ հյուրանոցների հետ։ Ագաթա Քրիստին այնքան էր սիրել այս հյուրանոցը, որ իր հանրահայտ «Սպանություն արևելյան ճեպընթացում» վեպի հերոսին հանգրվանեց հենց Թոքաթիլյանում, իսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ուներ իր առանձին համարը այստեղ։ Բայց այս շքեղ պատմությունն ունեցավ ողբերգական ավարտ։ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո Մկրտիչ Թոքաթիլյանը ստիպված եղավ հեռանալ երկրից և հանգրվանել Ֆրանսիայում, իսկ նրա հսկայական հյուրանոցը բռնագրավվեց, դառնալով հայկական լքյալ գույքի յուրացման ամենավառ օրինակը։